անառողջ, ոչինչ չտվող առակտող։ Հայաստանի երկրորդ նախագահի ասուլիսին հաջորդած գնահատականներն է անառողջ ու պառակտող անվանում Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նկատում է, Ռոբերտ Քոչարյանի դեմ անսպասելիորեն սկսված արշավը զարմանալիորեն վերածվել է վեճի այն մասին, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին և ով որտեղ էր իշխանափոխության օրերին։ Պատգամավորը պրիմիտիվ է համարում 2018-ին կատարվածի համար քոչարյանականներին մեղադրելու փորձերը, ինչ է թե երկրորդ նախագահի եղբոր դստերը այն ժամանակ տեսել են Հանրապետության հրապարակում։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ զանգել հարցրել են գնանք թե չգնանք ու ստացել են որևէ պատասխան, իհարկե այդպես չի։ Եղել են շատ մարդիկ, որոնց մեջ նաև եղել են, այո, իմ մերձավորներից էլ կոնկրետ ձեր նշած մարդը եղել է։ Եթե հիմա սա փորձում ենք դիտարկել որպես մեղավորություն, որ դրա պատճառով է ինչ-որ բան եղել, կարծում եմ շատ պրիմիտիվ է, ճիշտ չի ու անիմաստ է։ Եթե չէ, ես երբեք չեմ եղել, իմ հետ կապված մայթով անցնելուց, երբ որ նույնիսկ ցերեկն է եղել, հանրահավաք չի եղել, անցնելուց ինչ-որ մեկը նկարել է ու եթե չեմ սխալվում, առավոտ AM-ն է հոդված դրել։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր հանրապետական Աննա Մկրտչյանն էր իր վերջին լայվերից մեկի ժամանակ հայտարարել, թե 2018-ին փողոցում են եղել նաև Ռոբերտ Քոչարյանի մերձավորները։ Լրագրողները պատգամավորից փորձում են անուններ լսել։ Աննա Մկրտչյանը միայն ասում է, իգիտություն են ընդունել Լևոն Քոչարյանի ասածը, որի դատարկ հրապարակի մատույցներում պատահաբար հայտնվելը ներկայացվել է մասնակցություն հակաիշխանական ակցիային։ Մենք ընդունել ենք, բայց իգիտություն։ Միևնույն ժամանակ Աննա Մկրտչյանը խոստովանում է, 2018-ի հեղաշրջմանը նաև հազարավոր հանրապետականներ են մասնակցել։ Շատ մարդիկ են եղել, ովքեր թաքնված են եղել հանրապետականի անվան տակ, որտեղ այն ժամանակ իշխանություն էր, ձեռնտու էր, այդ դհոլչին էլ է դրա վառ ապացույցներից մեկն է։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր եղել են այդտեղ եւ դավաճանել են հանրապետական կուսակցությունը, ես չի որ պիտի նորություն ասեմ, հանրապետական կուսակցությունը 150,000 կարծեմ անդամից հիմա զտվել եւ դարձել է ընդամենը մի քանի տասնյակ հազար։ Հանրապետականը դհոլչի է անվանում 2016 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով գլխավոր դատախազ նշանակված Արթուր Դավթյանին, որը շարունակեց պաշտոնավարումը Փաշինյանի օրոք, նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ հետապնդումների ամենաթեժ շրջանում։ Աննա Մկրտչյանը նախկին դատախազ Արթուր Դավթյանին դավաճան է համարում, կարծում, որ 2018-ի իրադարձությունների պատճառը նաև հասարակական ու պետական ցածր իմունիտետն էր։ Այստեղ պատրաստ եմ ձեզ հետ քննարկել, թե ինչ պիտի անենք, որ այդ պետական իմունիտետը ավելի ուժեղ լիներ։ Դհոլչին օրինակ չլիներ Հայաստանում գլխավոր դատախազ։ Կարապետյանը դառնար որպես վարչապետ, դա էր նաև այն ժամանակ քննարկվում, որ կառավարման կարգի հետ, բայց դա ինչ կապ ունի։ Պատգամավորը չի ընդունում տեսակետը, որ իշխանափոխության պատճառ դարձավ նաև այն, որ սահմանադրությունը փոխելուց հետո պետական բարձր պաշտոնի չհավաքնելու խոստում տված Սերժ Սարգսյանը առաջադրվեց վարչապետի պաշտոնում։ Ես իսկապես չեմ ուզում սրա մեջ մտնել։ Մեր հիմնական նպատակը Չարիքի այս իշխանությունից ազատվելն է, վերահաստատում է Հայաստան խմբակցության պատգամավորը։ Նույնն է պնդում պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչը։ Ուրեմն 2018 թվականի ապրիլից հանրապետական կուսակցության նպատակները երբևէ չեն փոխվել։ Պայքարել Նիկոլի դեմ։ Մեր հիմնական նպատակը բնականաբար այս Չարիքի իշխանությունից ազատվելն է։ Թերեզա Կադայեվչյան, Կարինե Մանգասարյան, Առաքել Օհանյան, Հայլուժ։